Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրվարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ուժեղ Հայաստան դաշինքի ավագին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար։ Քրվարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԽ-ն, ՄԽ-ն, ՆԽ-ն եւ ԿԽ-ն ուժեղ Հայաստան դաշինքի կողմից 2026-ի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունը ապահովելու շարժառիթով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10,000 դրամ։ Այնուհետև ապրիլի 11-ին ԱԽ-ի կողմից վարձակալած տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ ուժեղ Հայաստան կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ եւ ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10,000 դրամ գումարները։ ԱԽ-ի, ՄԽ-ի, ՆԽ-ի եւ ԿԽ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը։ ԱԽ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, ՄԽ-ի եւ ՆԽ-ի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահաս ԿԽ-ի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։